Եթե դուք ցանկանում եք ներկա գտնվել Հայ Սուպերստարի գալա համերգներին, ապա կարող եք ձեռք բերել տոմսեր եւ աջակցել ձեր ֆավորիտներին հենց այստեղ։ Դրանք կարող եք գնել առցանց, նախապես ընտրում եք ձեր տեղը, վճարում եւ էլեկտրոնային փոստով ստանում եք ձեր տոմսը։ Իդեպ նկարահանումների օրվա եւ ժամի հետ կապված կարող եք այցելել մեր նախագծի Facebook-յան եւ Instagram-յան էջեր եւ այնտեղ տեղեկանալ։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ օգնում ենք բացահայտել առողջության վերաբերյալ գաղտնիքներ, խոսում բժշկության վերաբերյալ ամենակարևոր թեմաներից, օգնում ձեզ ձեռնարկել քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման համար։ Տաղավարում այսօր ես եմ Ռիփսիմե Պոդոսյանը, Նյարդաբան։ Շակերտները չբացելով, եկեք դիտենք օրվա անոնսը եւ ես հրավիրեմ իմ առաջին հյուրին։ Այսօր դիտեք. Որոնք են դիմացանոթային բնածին արատների հիմնական տեսակները, երբ եւ ինչպես են դրանք ախտորոշվում, որ տարիքից է հնարավոր վիրաբուժական միջամտությունը եւ ինչ որոշիչ գործոններ կան վիրահատության ժամանակացույցում, որոնք են մանկական արագասրտության հիմնական պատճառները եւ ինչ պետք է անել այս դեպքում, ինչպես ճիշտ կազմակերպել երեխաների ամառային հանգիստը, խորհուրդներ մանկաբույժից, ինչ պրոցեդուրաներ է ցանկալի կատարել առաջին անգամ կոսմետոլոգիական կենտրոն այցելելիս։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր թեման ոչ միայն բժշկական է, այլ սոցիալական մեծ նշանակություն ունեցող թեմա, դա վերաբերվում է բնածին դիմացոնոտային արատներին, կխոսենք այն մասին, ինչպիսի արատներով են հիմնականում ծնվում երեխաները, ինչպես են դրանք շտկվում եւ կքննարկենք այն թեման, որ բացի բժշկական եւ առողջական խնդիրներից առաջացնում են նաեւ մեծ հոգեբանական խնդիրներ, որոնք պետք է լուծել ծնողների հետ միասին։ Այսօրվա իմ հյուրն է դիմացոնոտային վիրաբույժ Գագիկ Ռուբենի-Քոչարյանը, բժշկական գիտությունների թեկնածու, Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ եւ Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկական դիմացոնոտային եւ լոր վիրաբուժության կլինիկայի ղեկավար։ Ողջույն, բժիշկ Քոչարյան, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Խոսել ենք այսօր բնածին արատներից, մի կողմից շատ նուրբ եւ մյուս կողմից տարածված թեմա է։ Նախ սկսենք նրանից, ինչպիսի հիմնական ամենատարածված արատներով են երեխաները ծնվում։ Գիտեք, այդ առատները բավականին մեծ քանակի են, տարբեր տեսականի կա այդ առատների, նրանք արտահայտվում են այս սինդրոմների, սիմպտոմների ձևով, բայց ժողովրդի մեջ ամենատարածվածը ու ինչի մասին ժողովուրդը լավ տեղեկացված է, դա վերին շրթունքի եւ կարծր եւ փափուկ քիմքի բնածին ճեղքվածներն են։ Ժողովրդական լեզվով ասած նապաստակի շրթուն գալի երախ, այդպես են տարածված ժողովրդի մեջ։ Ու բավականին լուրջ քանակ են կազմում ու ստատիստիկան ցույց է տալիս, որ տարիներ շարունակ նրանց քանակը չի փոխվում։ Այսինքն ամեն 600-ից 1000 ծնված երեխաների մեջ մեկը ծնվում է նման պաթոլոգիայով։ Հայաստանի բնակչությունը հաշվի առնելով մոտավորապես տարեկան մոտ 70 նման երեխա ծնվում է։ Փաստորեն ծնողը երբ առաջին անգամ տեսնում է, հիմա մենք խոսենք նաև ախտորոշման միջոցներից, բնականաբար կարելի է պատկերացնել ինչպիսի հոգեբանական, հուզական եւ մեծ մտավախություններ կարող է ունենալ եւ մեծ ապրումներ, ինչպիսին է առաջին վերաբերմունքը, վարքագիծը, բացատրությունը, որ տարվում է ծնողի հետ նման դեպքերում։ Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ մի մասն է, որ ծնվելուց հետո ծնողները իմանում են արդեն երեխայի մոտ եղած խնդրի մասին, բայց քանի որ այսօր կա բավականին բարձր մակարդակի տեխնիկական միջոցներ, օրինակի համար էխոիսոնոյի ապարատներ եւ բավականին բարձր կվալիֆիկացիայի բժիշկներ, սովորաբար 4-5-րդ ամսվա հոգեության ընթացքում նրանք արդեն կարող են տեսնել, որ երեխան ծնվում է նման խնդրով ու տեղեկացնել ծնողին եւ ասեմ ձեզ այդ օրվանից է սկսում արդեն հոգեկան մտահոգությունները, հոգեկան ոչ կայուն վիճակը, որտեղ մարդիկ իհարկե ապրումներ են տանում շատ ծանր, մանավանդ նրանք, ովքեր մինչև նույնիսկ չեն իմացել նման խնդրի մասին։ Նու այդ ժամանակ իհարկե հոգեբանական զրույցները, մշակումը
ճիշտ ուղու վրա դնել, այսպես ասած, լուրջ դեր է խաղում, ու մենք դրանով աշխատում ենք։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ նման առարկաների համար զուտ վիրաբուժի գործունեությունը ու աշխատանքը բավարար չի։ Դրա համար պետք է ցույց տալ այսպես կոչվող մուլտիդիսցիպլինար մոտեցում, որտեղ համ հոգեբանն է մտնում, համ մանկական օրտոդոնտը, համ մանկական ստոմատոլոգ օրտոպեդը, նևրոպաթոլոգը, նեոնատոլոգը, մի խոսքով թմային աշխատանք, որպեսզի հնարավոր լինի այդ երեխաներին ավելի որակով ու հեշտ դնել ճիշտ եւ բազմակողմանի ինչպես դուք ասացիք մոտեցում ցուցաբերել, որպեսզի լիարժեք խնդրին հաշվի առնելով սա հանգամանքները, ինչպես օրգանական, այնպես էլ հոգեբանական։ Այո, շատ լավ, ինչպես նշեցինք, այո, սա եւ առողջական, եւ սոցիալական, հոգեբանական որոշակի հարցադրումներ է առաջացնում։ Խնդրեմ պարզաբանեք, ինչպիսի խնդիրներ կարող է ունենալ անհատը, մարդը, երեխան, երբ ծնվում է նման արատով, բացի արտաքին տեսքից, ինչպիսի ֆունկցիոնալ դժվարություններ կարող է ունենալ։ Ուրեմն ասեմ, մենք իհարկե պետք է դիֆերենցենք ֆունկցիոնալ խանգարումները եւ հոգեբանական։ Ֆունկցիոնալ խանգարումները նապաստակի շփթունք եւ գայլի իրախի ժամանակ դա առաջի հերթին իհարկե անատոմիայի տվյալ օրգանի եւ նրա մեջ ընթացող ֆիզիոլոգիական process-ների խանգարումն է առաջի հերթին։ Դրա հետևանքով որոշակի ֆունկցիաներ լիարժեք չեն կատարվում։ Ի նկատի ունեմ սնվման ֆունկցիան, կլման ակտի ոչ լիարժեք կատարում է, այդ դեպքում հեղուկ կերակուրը բարտադիր գալիս է տանցքերից, խոսակցական, որտեղ բացակայում է ռեզոնատորի ֆունկցիան, լեզվակի եւ շնչառական այդ ամեն ինչը շնչառ բացի դրանից, քանի որ անատոմիան խախտված է, ուրիշ հարևան օրգանների խնդիրներ են սկսում առաջանալ, լարինգիտներ, ֆարինգիտներ, եվստախիտներ եւ այլն եւ այլն, ավելի հաճախ են առաջանում անատոմիան եւ նույն օդը նորմալ չի հասցնում տաքանա հասնելով դեպի ենթադրյալ թոքեր։ Այո։ Մենք հասկացանք, որ փաստորեն շատ վաղ, այո, հղիության 4-5-րդ ամիսների ընթացքում արդեն կարելի է ժամանակակից տեխնոլոգիաներով պարզել եւ տեսնել զարգացման արատը։ Կան արդյոք վարկածներ, հիմնականում ինչ պատճառներից են առաջանում այս արատները եւ ժառանգական արդյոք կարեւորություն է կա թե ոչ։ Միանշանակ առաջի տեղում այդ խնդրի մեջ գտնվում են իհարկե ժառանգական խնդիրները, որոնք հիվանդությունը փոխանցում է ինչպես դոմինանտ, այնպես էլ ռեցեսիվ գեների միջոցով։ Կմեկնաբանեք ինչ է դա։ Դոմինանտ գենը դա նշանակում է սերունդից սերունդ պաթոլոգիան փոխանցվում է, իսկ ռեցեսիվ գենը մի քանի սերունդ կարող է ծնվեն առողջ երեխաներ եւ հետո անսպասելի էլի ծնվի նման մի խնդրով երեխա։ Այո։ Եվ մյուսը ծննդկանի հղիության շրջանում երկրորդ ամսում տարած խնդիրներն են։ Դա բիոլոգիական ֆակտորներ, հանգամանքներ, ֆիզիկական, քիմիական, տրավմա եւ այլն։ Այդ ընթացքում ձևավորվում է դիմացնոտային շրջանը պտղի մոտ։ Եվ եթե այդ խնդիրները հայտ են գալի, այդ ձևավորման ընթացը խախտվում է եւ երեխան ծնվում է արդեն նման խնդրելով։ Մենք գիտենք, որ մինչեւ 3 ամիս դա ակտիվ օրգանաստեղծման շրջանն է եւ կապēc շատ ուշադիր լինել ու ես կարծում եմ դաժե ամոթ բան, նույնիսկ ամոթ բան չկա, եթե տունը հիվանդ մարդի գա պրոստը թույլ չտալ։ Այո, օրինակ սահմանափակել շփումը։ Հեռու պահել ծննդկանին, որտեղ ում հետ ասես դա կարող է լինի։ Ցավոք սրտի գիտեք ինչպես է այսօր։ Մնակցությունը ցանկացած մարդ մտածում է, որ հիվանդությունները տրված են ցանկացած մարդու համար բացի իրանից, բայց չի լինում ցավոք սրտի։ Որ իրենց չի սպառնում։ Իհարկե։ Շատերս ունենք այդ հոգեբանությունը։ Մի կողմից լավ է, որովհետև գիտեք շատ եմ առնչվում մարդկանց հետ, ովքեր վախ ունեն հիվանդություն ունենալու, մի կողմից էլ լավ է, որ չեն վախենում եւ ֆիքսված չեն, այսպես ասած, հիվանդություն ունենալու մտքի վրա։ Այո, ինչպես դուք ասացիք, տեսեք, դա եւս մի կանխարգելիչ միջոց է։ Արդյոք կան կանխարգելիչ որոշակի խորհուրդներ եւ միջոցներ, որ կարող են իմանալ անհատը հենց հղիության ընթացքում, որպեսզի կարողանա ռեալ խուսափել այս վտանգից։ Առանձնապես կանխարգելիչ տես մեթոդներ չկան։ Եթե արդեն դոմինանտ գենով ախտարված մարդիկ են գալի, որոնք երեխա պետք ունենան, մենք խորհուրդ ենք տալի գենետիկ անալիզ անել, ինչ վիճակային չէ։ Հակառակ դեպքում ընթացքային ոչ մի կերպ չեք կարող ոչ մի բան բարձրաբանել։
մենակ պետքի ձևավորումը ռեալ է, որ այդ ժամանակ կարող են հավանականությունը գնահատել, արդյոք պետքի մոտ օրինակ արած ձևավորվելու հավանականություն կա թե չէ։ Կտենակ այդ խնդրեմը, բայց այդ այն ժամանակ ընթացն արդեն որ դուք կարող արհեստական իմաստ չունի, որտեղ սիրտը աշխատում է, դա արդեն դաժե նույնիսկ հոգեբանորեն անթույլ կլինի։ Եվ ավելի ճիշտ կլինի այդ երեխան ծնվի, համապատասխան բուժումներ ստանա, որտեղ իրանք լիարժեք մարդիկ են։ Դա այնպես մի խնդիր չի, որ ասես անլուծելի է։ Դա լուծվում է այն այսօր, այն ես ձեզ ասեմ, ենթադրենք մեր կլինիկայում 30 տարի վարում են այդ վիրահատությունները ու բավականին լուրջ առաջընթաց կա, որ այսօր երևի ես դες sense ասեմ, հանրապետությունում վիրահատությունների ճնշող մեծամասնությունը մեր կլինիկայում է կատարվում ու երևի դիտողներն էլ ասում են, երևի նկատել են, որ փողոցներում ման գալուց արդեն համարյա չեն տեսնում նման խնդրով մարդկանց առաջ աչքի են գնում, այսօր արդեն ոչ, որովհետև մակարդակը այնքան է բարձրացել վիրահատական, որ նրանք ուղղակի չեն երևում։ Բժիշկ Քոչարյան, ես շատ լավ գիտեմ նաև ձեր մեծ ներդրումը ինչքան մեծ է այս ոլորտում եւ բնականաբար այն ամենացուղ շրջանից, երբ չկար այդքան հնարավորություն, երբ դուք նույնիսկ ինքներդ եք նախաձեռնողը եղել այս միջամտությունները, մինչև օրս երբ քիչ շատ գոնե այո եւ տեղեկացվում են եւ գիտեն, որ խնդիրը լուծել է, եկեք խոսենք նաև այդ դրական կողմի մասին, որ ի վերջո խնդիրը լուծվող է, մեծամասամբ կարծես թե այդ շտկումները վիրահատական միջամտությամբ հնարավոր է լինում անել եւ բնականաբար երեխային առողջ լիարժեք վերադարձնել ծնողին, խոսենք այդ մասին նախ ովքեր են վիրահատողները, դիմացոնային վիրաբույժ, շատ լայն հասկացողություն, արդյոք ընդհանուր վիրաբույժներ կան, պլաստիկ վիրաբույժներ, ովքեր դրանով զբաղվում են, ինչպիսի որակավորում պետք է բժիշկը նաև ունենա դրանով զբաղվելու եւ իհարկե խոսենք մեթոդներից։ Ուրեմն ես ձեր հարցին պատասխանեմ հետեւյալ ձևով։ Այս 30 տարի, որ մենք զբաղվում ենք նպատակային այս խնդրով, մենք իհարկե շատ բան ենք տեսել։ Մենք տեսել ենք տարբեր ոլորտի մասնագետների, որոնք վիրահատել են նման հիվանդների։ Մենք տեսել ենք նաև արտասահմանյան երկրներից եկած ծրագրով մասնագետների արած գործերը ու հետևանքները։ Ու ես ասեմ, ես խորը համոզված եմ, որ սա բավականին լուրջ խնդիր է ու չի կարելի թույլ տալ, որ ով պատահի, սենց ասեմ, ես ճիշտ արտահայտություն օգտագործում, որովհետև խոսքը գնում է երեխայի սերունդի առողջության մասին, փորձի իր ոչ լուրջ մակարդակի այդ կոմպետենտ մակարդակի այդ հարցերը լուծելու համար խառնվի այդ գործերին, դրա համար որտեղ այստեղ ներողություն, սա ոչ թե արտաքին շփում է, ինչպես դուք ասեցիք, այլ մենք օրգան ենք վերականգնում եւ մի շարք շնչառական եւ ստատիստիկա ենք խոսակցական մարսողական մեջ ու ես պետք է հավատացնեմ, այս վերջի ժամանակները մեզ ստատիստիկան ցույց է տվել, որ մոտավորապես 20%-ը գնում է ռեկոնստրուկտիվ վիրահատություն, այսինքն սրա նրա վիրահատությունների հետևից ստացված բարդությունների վերացում։ Բայց ես պետք է ասեմ ու նախազգուշացնեմ, դա բավականին լուրջ խնդիր է, որովհետև եթե դու առաջնակի ես խառնում վիրահատությունը կատարում ես, այդ ժամանակ դու գործ ես ունենում էպիթելիալ հյուսվածքի, իսկ նորմալ։ Իսկ երբ որ դու սկսում ես այս կամ այն բժշկի սխալները հետ վիրահատական խնդրեմի, այդտեղ արդեն գործ ունես սպիական հյուսվածքի հետ, սնուցում է այդ շրջանի տեղից թերիա, շատ ու շատ է բարդանում, դեպքեր են եղել 4-5 վիրահատությունով նոր կարողացել ենք այդ դեֆեկտները վերացնել։ Դրա համար ես հորդորում եմ ցանկացած նման ծնողին, մինչև որ երեխային տանեն բժշկի, պարտադիր պարզեն ուր են տանում, ում են տանում։ Նույն բժշկից փորձեն ստանան մինչև այդ կատարած վիրահատությունների մինչև եւ հետո նկարները, ստանան ինֆորմացիան, տենան արդյունքները, պետք եղավ խոսան այդ մարդկանց հետ, որովհետև դա իրանց կտա ինֆորմացիա ինչքանով տվյալ անձնավորությունը պատրաստ է նման վիրահատություն կատարելու։ Դա ոչ մի ամոթ բան չկա, ամեն մարդ պետք է առաջինը ինքը մտածի իր երեխայի իսկ մեր կողմից ինչ կապված է, մենք ամեն ինչ այսօր անում ենք, որպեսզի կարողանանք գործը տանենք այն ուղղությամբ, որ միայն կոմպետենտ մարդիկ կարողանան այդ վիրահատությունները անել։ Ինչ են արել դրա համար։ Համատեղ բժշկական համալսարանի հետ հեռացանվան հետ բուհական կրթության պրոյեկտի հետ մենք ծրագիրը կազմել էինք, այսօր արդեն համալսարանում կա, այսօր չէ, արդեն տարուց ավել,
մի տարվա ռեզիդենտուրա, այսինքն նույն դիմացնոտային մեծերի մասնագետները, եթե ուզում են խորանալ այդ գործի մեջ, մի տարի գալիս են վերապատրաստում են, մասնակցում են վիրահատություններին, հանձնում են քննություններ, ստանում են լիցենզիա եւ իրավունք մանկական դիմացնոտային վիրահատություններ կատարելու։ Դա նշանակում է, որ առաջերտին բարձրացնում են այդ բժիշկների կվալիֆիկացիան։ Սա արդեն ընդհանրապես ոչ թե խոսակցություն է, այլ ռեալ գործ։ Մենք արդեն 3-4 ավարտած ունենք։ Մարդիկ ունեն համապատասխան լիցենզիա։ Ու ես կարծում եմ, ով որ լիցենզիա չունի, պետքա գործակալությունը հայտերը չհաստատի, որպեսզի մենք հետո խնդիրներ չունենանք։ Եթե դուք ուսումնասիրեք զարգացած արտասահմանյան երկրների փորձը, դուք նույն բանը կտենաք։ Ու մենք հիմնվում ենք այդ փորձի վրա, որ առաջարկում ենք դա անել ու անում ենք արդեն։ Շատ լավ, խոսենք միջամտությունից հետաքրքիր արդյոք մեկ միջամտությամբ եւ մեկ վիրահատական միջամտությունից հետո արդեն ամբողջական պատկերը ստացվում լիարժեք վերականգնում է ֆունկցիան, թե սովորաբար մի քանի վիրահատություն է պահանջվում։ Օրինակ ես այդ հարցին ցես կպատասխանեմ ձեզ։ 30 տարի առաջ ինչ արվում էր ու հիմա ինչ արվում է, դա դիամետրալն հակառակ բաներ են։ Օրինակ, եթե մենք գործ ունենք լուրջ խնդիրների հետ, այսինքն համ նապաստակի շրթում, համ գայլի երախ, երկու կողմանի, միջծնոտային ոսկրի պրոտրուզիայով եւ ոչմ բարդ դեպքերի մասին է խոսքը, 2-3 ամսական 5 կիլո երեխան 5-6 կիլո արդեն ունի, մենք մոտավորապես 20 օրվա մեջ 3 հատ վիրահատություն ենք անում միանգամից։ Առաջի փուլով տեղադրելով օրտոդոնտիկ ապարատ, որպեսզի լայնացնենք ծնոտը, որպեսզի միջծնոտային ոսկրը կարողանանք տեղավորենք, երկրորդ փուլով կատարում ենք խոպոսկրի ռեզեկցիա, որպեսզի միջծնոտային ոսկրը կարողանանք տեղաշարժենք դեպի իր բնական տեղը, եւ երրորդ փուլով երկկողմանի խելոպլաստիկայի վիրահատությունը, ու ծնողները ուղղակի ապշած են լինում, թե ոնց կարելի է ծնողնվա մեջ երեխային աբսոլյուտ 100%-անոց մարդու տեսք տալ։ Եվ մյուս փուլը կատարվում է, որ երեխան դառնում է 11-12 կիլո, այսինքն տարի 2-3 ամսական միջինացած կատարվում է ուրանոպլաստիկ վիրահատությունը, փակվում է քիմքը, դրանով պրինցիպի երեխան դառնում է, կարելի ասել 100%-անոց մարդ։ Եթե կարելի է նաև ձեր ուղերձը հասարակությանը նման դեպքերում ինչպես վարվի ծնողը, ինչպիսի որոշում կայացնի, արդյոք պետք է հուսահատվել, թե ոչ, խնդրեմ ձեր ուղերձը, դուք շատ ավելի փորձառու եք այս ոլորտում։ Ես ասեմ, ուրեմն բացարձակ պետք չի, որ ծնողները հուսահատվեն։ Ես էլ եմ կրկնում, սա ընդհանրապես ֆիզիկական թերություն է, ոչ ավել։ Նրանք շատ խելոք մարդիկ են լինում, կարող է շատ ավելի խելոք, քան թե նույն ծնողները, ինչի մասին է ընդհանրապես խոսքը, ու ես կարծում եմ, որ բոլորովի պետք չի ընկճվել, այլ պետք է դիմել կոմպետենտ տեղ, ստանալ լիարժեք խորհրդատվություն, հասկանալ ոնց պետք է պահել երեխային, ոնց պետք է պատրաստել, ինչ պետք է վերջնական արվի, որ երեխան դառնա անպրոբլեմ մարդ, որովհետև ես էլ եմ կրկնում, հոգեբանական հատվածը շատ կարևոր է, այդ երեխաները դպրոց են գնում, իրանց հասակակիցների մեջ են լինում, ինչքան նույն կոսմետիկ էֆեկտը բարձր լինի, այնքան ավելի քիչ կընկճվեն։ Դուք որ տեսնեք օրինակ այսօր մեր կլինիկայի այս գործերը, շատ հաճախ մարդիկ չեն հասկանում, որ ստե վիրահատված են։ Իսկ դա երևի թե ամենաբարձր գնահատականն է։ Այո, մեծ ձեռքբերում է, համաձայն եմ։ Շնորհակալ եմ ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր դիմացնոտային վիրաբույժ Գագիկ Ռուբենիկ Քոչարյանը, ով դիմացնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ է, Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժը եւ Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկական դիմացնոտային եւ լոր վիրաբուժության կլինիկայի ղեկավար։ Մենք խոսեցինք այսօր շատ բավականին լուրջ զգայուն թեմայից, դրանք դիմացնոտային բնածին արատներն են, ինչպես են շտկվում, ինչպես են ախտորոշվում եւ լսեցինք բժշկի խորհուրդները։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ շատ կհանդիպենք։ Այս պահին տեղափոխվում ենք խորհուրդ մասնագետից էջ։
Բարև ձեզ, ես Էմա Սարգսյանն եմ, Արաբկիր բժշկական համալիրի մանկական սրտաբանը։ Եվ այսօր կխոսենք երեխաների եւ դեռահասների շրջանում հաճախակի հանդիպող սրտի ռիթմի խանգարումների մասին։ Ինչ ենք հասկանում ասելով սրտի ռիթմի խանգարումներ երեխաների շրջանում։ Դա սրտի հաղորդչականության ֆունկցիայի խանգարումն է, որը կարող է բերել ինչպես սրտի դանդաղ աշխատանքի, այսինքն բրադիկարդիայի, կամ հակառակը սրտի արագ աշխատանքի հաճախասրտության։ Շատ հաճախ մայրիկները դիմում են մանկական սրտաբանի հետևյալ գանգատներով, եւ որ իմ երեխայի սիրտը դանդաղ է աշխատում կամ ընդհակառակը արագ է աշխատում։ Եկեք հասկանանք ինչքան պետք է աշխատի երեխայի սիրտը նորմայի սահմաններում։ Բոլոր տարիքային խմբերի երեխաների եւ դեռահասների մոտ գոյություն ունեն տարբեր նորմատիվներ սրտի զարկերի հաճախականությամբ։ Այդ պատճառով պետք չէ երբևէ համատել երեխայի սրտի ռիթմի արագությունը ծնողների կամ հարազատների սրտի ռիթմի արագության հետ։ Գոյություն ունեն ֆիզիոլոգիական իրավիճակներ, որի ժամանակ տեղի է ունենում սրտի ռիթմի փոփոխություն։ Երեխաների եւ դեռահասների շրջանում դա կարող լինի ցանկացած ֆիզիոլոգիական փոփոխություն, վախի զգացում, երջանկության զգացում, ինչպես նաեւ ցավի զգացումը, անքնությունը, դիսկոմֆորտի երևույթները կարող են բերել սրտի զարկերի հաճախացմանը։ Եվ հակառակը գոյություն ունեն նաև ֆիզիոլոգիական որոշ ժամանակներ, որի ժամանակ սրտի ռիթմը սկսում է դանդաղել։ Դա քնի ժամանակն է եւ շատ հաճախ դիտվում է ֆիզիոլոգիական բրադիկարդիա սպորտսմենների, այսինքն ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտաձևերով։ Որ դեպքերում պետք է դիմել մանկական սրտաբանի, այն դեպքերում, երբ որ մեր մոտ գանգատը սրտի ռիթմի արագ աշխատանքը զուգակցվում է գիտակցության կորստով, այսինքն սինկոպեներով կամ պրեսինկոպեով, կիսաուշագնացության երևույթներով, թուլության զգացողություններով կամ երեխայի անկանոն շարժումներով կամ անհանգստության դրսևորումով, եւ դա կրում է մոտավոր մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տևող ժամանակահատվածը, այսինքն մի քանի վայրկյանների ընթացքում չի վերականգնվում։ Կամ որոշակի գործոններ, որոնք բերում են հաճախասրտության, այդ գործոնները ինչպես եղանակային պայմաններն են, այսինքն շոկ եղանակին ջրազրկման հետևանքով առաջանում է հաճախասրտություն, ինչպես նաև մեծ ծավալով միանգամյա սնունդ ընդունելու հետևանքով կարող է առաջանալ հաճախասրտություն, սրտի արագ աշխատանք եւ անհանգստություն կրծքավանդակում։ Ներկայումս շատ տարածված է երեխաների եւ դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, որը խիստ հակացուցված է մինչև չափահաս տարիքը լրանալը, քանի որ բերում է սրտի ռիթմի խանգարումների եւ որ ամենահաճախն է դիտվում սրտի զարկերի հաճախականության բարձրացման, այսինքն տախիկարդիայի, որը որ ինքնին բերում է ծակոցներ եւ ցավ կրծքավանդակում եւ անհանգստության զգացում եւ չի կարող դա ինքնուրույն անցնել մինչեւ չդիմեն բժշկի։ Սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման համար գոյություն ունեն սրտի ֆունկցիոնալ հետազոտություններ, որոնցից են էխոսրտագրությունը, էլեկտրոսրտագրությունը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կարող են կատարել հոլտեր մոնիտորինգը, որը ցույց է տալիս մեզ 24 ժամվա ընթացքում սրտի ռիթմի փոփոխությունները, որոնցով եւ կարող են գրանցվել առիթմիաներ լինում են թե ոչ երեխայի մոտ։ Հաշվի առնելով այս ամենը, ուստի խորհուրդ եմ տալիս բոլոր ծնողներին չզբաղվել ինքնաբուժությամբ, չլսել կողմնակի անձանց խորհուրդները եւ հետեւել ձեր երեխայի, ձեր բալիկի առողջությանը եւ դիմել մասնագիտացված մանկական սրտաբանին, ստանալ ճիշտ ախտորոշում եւ ճիշտ բուժում եւ հետեւել ձեր երեխայի սրտի առողջությանը։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր հաղորդումը խորհուրդ ծնողների էջով։ Մինչ մեր հյուրին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեններ, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների երկարատև հարմարավետությունը։ Իսկ այս պահին խոսենք մեր թեմայի մասին։ Հիմնականում ծնողների մեծագույն ցանկությունը երեխաներին պարգևել լավագույն հանգիստ, տանել ծովափնյա մի տարածաշրջան, ապահովելով արևից էներգիայով, թարմ էմոցիաներով եւ հույզերով եւ իհարկե լիարժեք հանգստով։ Չնայած դրան, շատ հաճախ հանգիստը դառնում է իսկական փորձություն, եթե ծնողները չեն տիրապետում այն առաջնային խորհուրդներին եւ գիտելիքներին, ինչպես պետք է պաշտպանել եւ ապահով հանգիստ կազմակերպել։ Հենց այս թեմայով կզրուցենք այսօրվա մեր հյուրի հետ եւ իմ հյուրն է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Մերի Մարանդյանը։ Ողջույն, Բժշկուհի Մարանդյան։ Բարի օր ձեզ։ Նախ այսպեսի մի հարց, արդյոք կա որոշակի տարիք, որից արդեն թույլատրել է երեխային տանել ծովափնյա հանգստի կամ օրինակ լեռնային ինչ-որ շրջան։
Շատ բարի, առհասարակ հանգիստի կազմակերպումը երեխաների կյանքում շատ կարևոր է եւ կյանքի առաջին օրերից սկսած, երբ նրանք նոր են դուրս աշխարհ եկել, պետք է ապահովել նրանց կոմֆորտը կամ հանգիստը։ Բայց որպես այդպիսին հանգիստի կազմակերպելը եւ պլանավորելը պետք է սկսել ոչ ուշ քան 6 ամսականից, քանի որ մինչեւ 6 ամսական երեխայի ջերմակարգավորման համակարգը դեռ լիարժեք ձևավորված չէ եւ արևի ուլտրամանշակագույն ճառագայթները կարող են ավելի ուղղակի ազդեցություն ունենալ երեխայի մաշկի վրա։ Հետևաբար 6 ամսականից հետո, եթե իհարկե երեխան ունի որևէ քրոնիկ խնդիր, ունի որևէ հիվանդություն, այդ դեպքում կարելի է առողջ բալիկին պլանավորել հանգիստ արդեն։ Որպեսզի ծնողների եւս պարզ լինի, խնդրեմ ասեք, ինչ է նշանակում երեխայի լիարժեք հանգիստը։ Կան որոշակի չափորոշիչներ, կարելիներ եւ այն ամեն ինչից պետք է խուսափել։ Այ որն է դա այդ հանգիստի մեջ, ինչ պետք է պարունակվի։ Առհասարակ հանգիստը դա պետք է լինի երեխայի առօրյան գրաֆիկը, սննդակարգի ճիշտ ապահովելը, երեխայի ակտիվություն ապահովելը տարիք կախյալ իհարկե, դա հանգստի կարևոր գրավականներն են համարվում։ Եթե խոսում ենք հանգստի մասին, ցանկացած մեծահասակ պատկերացնում է դա ծովափում կամ որևէ լեռնային գոտում, բնության գրկում, իհարկե սա նաև երեխաների սիրելի հանգստի տեսակներից է համարվում եւ իհարկե դրա գրագետ եւ ճիշտ կազմակերպումը կարող է միայն դրական էմոցիաներ առաջացնել երեխաների մոտ։ Մի քանի պարզ կանոնների հետևելը եւ նախապես պլանավորելը կետ առ կետ կօգնի բալիկներին, որպեսզի բալիկները եւ իրենք հանգստանան եւ չխանգարեն ծնողների հանգստին։ Հետևաբար միշտ խորհուրդ ենք տալիս մի քանի պարզ կետերի հետևել։ Դրանք նախ ճիշտ հագուստի ընտրությունն է։ Եթե խոսքը վերաբերվում է ծովափնյա հանգստին, ապա այս դեպքում լողազգեստը պետք է ճիշտ ընտրել բալիկին, եթե խոսքը մինչեւ 2-3 տարեկան բալիկի մասին է, նախընտրելի է փակ լողազգեստի ընտրությունը, վերջույթները եւս պետք է փակ լինեն։ Կտորը, որը ընտրում ենք ամենօրյա հանգստի, ծովափնյա հանգստի դեպքում պետք է չպարունակի սինթետիկ մանրաթելեր, այլ լինի բամբակյա եւ լինի բաց գունավորման։ Այսինքն այստեղ շատ կարեւոր դետալներ կան, որ մուգ հագուստը, գլխարկի չկրելը կարող է բացասական արադարձ ունենալ երեխայի հանգստի վրա։ Մի քիչ ավելի մեծ տարիքի երեխաների դեպքում իհարկե արևապաշտպան քսուկների օգտագործումն է շատ կարեւոր եւ թիրախային։ Պետք է հիշել, որ մինչեւ 6 ամսական չի կարելի օգտագործել, այս դեպքում միայն բնության, այսպես ասած, գոտիները պետք է օգտագործել, ստվերային գոտին է դա նույն գլխարկի օգտագործումն է, որը կարող է միանշանակ օգնել բալիկին, բայց մեծ տարիքի բալիկների մոտ արևի ուլտրամանշակագույն ճառագայթներից պաշտպանելը ենթադրում է արևապաշտպան քսուկների օգտագործում եւս։ Ստացվում է, որ հանգիստը դա այո, միջավայրի փոփոխությունն է, ինչ որ առումով թող լինի դա ինչ որ ծովափնյա հատված, բայց միևնույն է ռուտին սովորությունները երեխայի պիտի դրանից չտուժեն։ Իր քնի հիգիենան եւ սննդակարգը եւ սննդի ռեժիմը ցանկալի չէ խախտել, ինչպես հասկանում եմ։ Սա եւս հանգստի գրավականներից մեկն է։ Շատ ճիշտ նկատառում էր, որ ռուտին իր գրաֆիկը չպետք է փոփոխվի, այսինքն եթե երեխան սովոր է առավոտյան նախաճաշի, չպետք է խախտել դա հանգստի ժամանակ անկախ արթնանալու ժամից։ Եթե երեխան սովոր է օրվա մեջ ընդունել հեղուկի X քանակը, պետք է դա ավելացնել, այլ ոչ թե նպաստել դրա նվազեցմանը։ Կամ եթե սովոր է 9-ին 10-ին քնել, պետք չէ երեխային 12-ին ուղարկել քնելու, եթե միայն հանգստի մեջ է։ Շատ լավ, արդյոք կան սննդատեսակներ, որոնք պետք է ավելի շատ ներառվեն, օրինակ ծովափնյա հանգստի ժամանակ, կամ առհասարակ ցանկալի չի, որովհետև դրանից միգուցե աղիքային ինչ-որ խնդիրներ ավելի հավանական են, որ լինեն, ինչից պետք է խուսափել եւ ինչը ավելի շատ օգտագործել։ Եթե դիտարկենք որպես երկու մեծ խմբի ծովափնյա հանգիստը եւ լեռնային հանգիստը, իրենք ռիսկային գոտիների առումով տարբերվում են միմյանցից։ Ծովափնյա հանգստի դեպքում ավելի հաճախ լինում են աղիքային վարակի կլինիկայով բալիկներ, որոնք կարող են վարակվել լողավազանի ջրից կամ կարող են վարակվել հենց ծովի ջրից եւ գանգատը հիմնականում լինում է ջերմության բարձրացում, լուծ փսխումներ։ Այս դեպքում ուղղվածությունը գնում է այն կողմ, որ սնունդի միջոցով կարգավորել հեղուկի պահանջի լրացնելը։ Դա օրվա մեջ չպետք է պակաս լինի, քան 1 լիտր եւ պարբերաբար պետք է խմի բալիկը, որպեսզի կարողանա ջերմակարգավորումը լիարժեք կատարվի։ Եթե խոսում ենք լեռնային հանգստի մասին, այստեղ ավելի շատ ռիսկայնությունը մոծակների խայթոցը կարող է լինել կամ որոշակի բույսեր, որոնք կարող են ալերգեն լինել երեխաների համար, այսինքն այստեղ պետք է ուշադիր լինել, որ մարմինը փակ լինի, ինչպես որպես պաշտպանություն բալիկին մոծակների խայթոցից, այնպես է որպես ալերգեն չթափանցեն այնպիսի նյութեր, որոնք կարող են երեխայի մոտ առաջացնել խոր, ընդհանուր մինչև անաֆիլակտիկ ռեակցիաներ, որոնք դժվարաշունչ
առողջությունով կարող են ուղեկցվել։ Այսինքն այս երկու մեծ խումբ խնդիրները, այսպես ասած, պետք է դիտարկել նախապես, լավ իմանալ երեխային ինչպես կարող է նա հաղթահարել այդ դրվագները եւ նոր պլանավորել համապատասխան հանգիստը։ Շատ լավ։ Այսպես ուրեմն տրամաբանորեն հաջորդ հարցը, որ միշտ կարծում եմ ակտուալ կլինի մեր բոլոր հեռուստադիտողների համար, արդյոք կա ինչ-որ ցանկ դեղամիջոցների, որ խիստ ցանկալի է իրենց հետ վերցնեն անկախ նրանից ուր են գնում, լինի դա ծովափնյա կամ լեռնային հանգստի, որ իրենց ապահովագրվեն եւ շատ ստրեսի չմատնվեն, անօգնական վիճակում չհայտնվեն։ Անկախ նրանից թե որ երկրում են գտնվում կամ որ տարածքում են գտնվում, եթե անգամ դա Հայաստանի տարածքում է, բայց դա կարող է տարածքային մոտ չլինել որևէ բժշկական կենտրոնի կամ դեղատան, հետեւաբար պետք է տանը ձեռքի տակ տնից վերցնել ջերմիջեցնողը տարիքային այն ինչ որ հասանելի է բալիկին, հակալերգիկ դեղորայք, որը կօգնի արագ օգնել բալիկին, որպեսզի տեղային ռեակցիան նվազեցնենք։ Պետք է ունենալ հակաջրազրկումային դեղորայքներ, դա կարող է լինել ռեհիդրոնը, որը պարունակում է մեծ քանակությամբ աղ եւ հեղուկի պահանջ կարող է լրացնել։ Եվ ես միշտ հորդորում եմ, որ այն բալիկները, ովքեր միշտ անում են դեղորայք կանոնավոր, միշտ պետք է իրենց պայուսակում կամ մայրիկի պայուսակում ունենան դեղորայքը, որովհետեւ ամեն պատահարի դեպքում, անգամ եթե գտնվում է հեռու որևէ բուժկենտրոնից, նա պետք է ստանա իր դեղորայքը անկախ հասանելիությունից։ Հետեւաբար այդ 3 հիմնական խումբը կամ 4 կարող են դիտարկել, որ պետք է պարտադիր ունենա ծնողը եւ երեխան իր մոտ։ Եվ վերջում ամփոփելով շատ կարևորում եմ եւ կուզեի եւս մեկ անգամ ակցենտավորենք շատերի համար այդ հանգիստը ոչինչ չանելն է եւ ցավոք սրտի մեր օրերում երեխաների այդ կարճելը գadgetներից, հեռախոսներից, պլանշետներից կարծես թե թողնում ենք այդպես հանգստանան, բայց իրենք ուղեղը համաձայնեք որ այլ ավելի շատ են ծանրաբեռնում եւ լիարժեք առողջ հանգստի մասին խոսք անգամ չկա, ինչ կասեք այդ մասին, ինչպես խուսափել, ինչպես մոտիվացնել երեխաներին, որպեսզի իրենք հանգստանան, իրենց ուղեղը միտքը եւս հանգստացնեն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում փորձում են ինձ դիմաց բուժառուներին հարցնել, թե ինչպես են պլանավորում իրենց հանգիստի, իհարկե դրանք դպրոցահասակ երեխաներ էին, եւ ցավոք սրտի մեծ մաս դեպքերում լսում էի պատասխան համակարգչով եմ խաղալու, հեռախոսով եմ խաղալու։ Այս պատասխանը իհարկե մտահոգիչ է եւ անգամ միջազգային բոլոր ուղեցույցների մեջ ամառվա հանգստի մեջ առաջին կետով գրված է, որ 3 տարեկանից մեծ երեխային օրվա մեջ 1 ժամից ոչ ավել չի կարելի որ մնա ինքը հեռախոսի կամ պլանշետի առջև։ Դա նպաստում է բացասաբար է նպաստում եւ տեսողությանը եւ վարքայի խանգարումների։ Այսօր հասարակության մեջ կան բալիկներ, որոնք ունեն հաղորդակցման խնդիրներ, որը ուղղակի ձևով կապված է իհարկե մեր առօրյայում մեծ մաս դեր ունեցող այդ պլանշետների հետ։ Հետևաբար հանգստի կազմակերպումը պետք է երեխային ապահովի ֆիզիկական ակտիվություն, մտավոր ակտիվություն եւ առողջ ապրելակերպ։ Ես իհարկե միշտ ծնողներին խորհուրդ եմ տալիս, եթե հնարավոր է որևէ ճամբար ուղարկել բալիկին, եթե տարիքը իհարկե համապատասխան է կամ բակային ճամբարներին, բակային խաղերի մասը կազմել եւ ինչու՞ չէ նաեւ ծնողները կարող են դրա մասը կազմել, որպեսզի երեխային իրենց օրինակով մոտիվացնեն։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ օգտակար զրույցի եւ խորհուրդների համար։ Հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցեցինք երեխաների լիարժեք հանգստի, լեռնային թե ծովափնյա շրջան մեկնելու պատրաստվող ծնողներին տվեցինք այն բոլոր խորհուրդները, որոնք խիստ անհրաժեշտ են հետևել եւ պահպանել։ Եվ իմ այսօրվա հյուրն էր Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Մերի Մարանդյանը։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Քանբեբե ապրանքատեսակով, Քանբեբե տակդիրների բարակ մակերեսը հարստացված է վիտամին E-ով, հալվեի ձիթապտղի եւ երիցուկի էքստրակտով, չեն պարունակում պարաբեններ, օծանելիք եւ այլ գրգռիչ նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Իսկ այս պահին տեղափոխվենք գեղեցկության գաղտնիքներ էջ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնում եւ այսօր զրուցելու ենք մաշկի յուրատեսակ ախտորոշման մի մեթոդի մասին եւ թեման կքննարկենք կենտրոնի տնօրեն բժիշկ դերմատոլոգ Ելենա Ադամյանի հետ։ Ողջույն, բժիշկ Ադամյան։ Այսօր խոսելու ենք մաշկի առաջնային հետազոտության մասին։ Խնդրեմ պատմեք, ինչ է դա իրենից ներկայացնում։ Այո, այսօր մեր իրականության մեջ շատ կարևոր է բժշկության մեջ հատկապես առաջնային հետազոտություն ասելով կիրառել գործիքային որևէ հետազոտություն։ Ինչպես գիտեք, դիագնոստիկան բժշկության մեջ շատ կարևոր դեր ունի, որովհետև այն ախտորոշում է հիվանդություններ եւ դրանից բխող արդեն ճիշտ տակտիկա է գնում բուժման։ Եվ մեր պարագայում նույնպես մենք ունենք այդպիսի սարքավորում, երբ միայն խորհրդատվությունը դա բավական չէ եւ մեզ է միացել մեր skin analyzer սարքը, որը սկանավորում է մաշկը եւ արդեն դիագնոստիկա որպես դիտարկվում եւ տալիս մեզ այնպիսի ինֆորմացիա, որը նույնիսկ անզեն աչքով խորհրդատվության ժամանակ կարող ենք մենք չնկատել։
Շատ լավ, հենց դա էլ ուզում էի նկատել, որ փաստորեն այստեղ մենք ոչ թե ուղղակի անձեն աչքով, միայն այսպես նայելով եւ գնահատելով կամ ենթադրություններ անելով, փաստորեն սկանավորում ենք մաշկը եւ արդեն գործիքի միջոցով ավելի հիմնավոր պատկերացում կազմում, ինչպիսի տեսակ է, այ հիմա կպատմենք նաեւ ինչպես է այդ ողջ գործընթացը տեղի ունենում, արդյոք դա տհաճ է, ցավոտ է, ինչպես է կատարվում առհասարակ։ Չէ, պրոցեդուրան ցավոտ չէ, բավականին հաճելի պրոցեդուրա է, ընդհանրապես սարք է, որի մեջ տեղադրվում է, հա, գլուխը եւ նկար ենք կատարում, ուղղակի այստեղ առավելությունը ինչու՞մն է կանում, որ ինքը միայն մի լուսային տարբերակով չի կատարում, այսինքն այստեղ ունենք նաեւ ուլտրամանուշակագույն լույս, որը որ տեսանելի է դարձնում այն, ինչը որ մենք անձեն աչքով չենք տեսնում։ Եվ իհարկե կադրը բավականին խոշորացրած տարբերակով կարող ենք տեսնել եւ գնահատել մաշկի տեքստուրան, հա, անոթագրությունը եւ այն խնդիրները, որոնք թաքնված են նույնիսկ մաշկի տակ, այն պիգմենտները, որոնք չեն երևում, դա նույնպես կարող են տեսանելի լինել։ Եվ իհարկե ինֆորմացիա է տալիս խոնավության, ճարպոտ կամ չոր մաշկ լինելու, որտեղ շատ անգամ մենք ունենք այդպիսի խնդիր, որ ճարպոտ մաշկը վերագրում են խոնավ մաշկի հետ, բայց իրենք իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Այո, եւ բավականին շատ ինֆորմացիա է տալիս եւ հետո սկսում է արդեն ավելի գրագետ սկսում ենք քննարկել բուժառուի հետ այն խնդիրները, որոնք սարքը նկարել է եւ դրանից արդեն բխող բուժման տակտիկան, որը արդեն բժիշկը ինքը սկսում է մշակել։ Երբեմն ունենում ենք խնդիրներ, երբ իրենք լավ միջոցներ են օգտագործում, հա, տնային, սակայն արդյունավետ չի եւ մենք մեզ պատկերը ցույց է տալիս, որ մաշկը բավականին աղտոտված է, որովհետեւ ճիշտ դեմակիաժը չի կատարում, այսինքն ճիշտ նյութեր չեն ընտրված, որովհետեւ այս պարագայում մենք նաեւ մաշկի տեսակն ենք, հա, ախտորոշում եւ ըստ դրա ենք շարժվում, այսինքն այստեղ նաեւ մշակում է ճիշտ տնային խնամքը։ Բացի նրանից, որ մենք մշակում ենք ինչպիսի պրոցեդուրաներից պետք է սկսել, այդ արդյունքը պահպանելու համար մենք նաեւ խորհուրդ ենք տալիս ինչպիսի տնային խնամք պետք է ինքը կիրառի պացիենտը, որպեսզի արդյունքը ավելի երկարատև լինի։ Եվ այստեղ իհարկե այո, տեսանելի են լինում այն ծանր մետաղները, որոնք որպես մեր պարազիտներ, հա, մաշկի ապրող, որոնք որպես արգասիքի տեսքով նստած են մաշկի, այսինքն իրենք նորմալ չեն կատարում մաշկի դեմակիաժը եւ այդ ծանր մետաղները բերում են որոշակի խնդիրների։ Եվ իհարկե այստեղ կարող ենք դիտարկել իրենց ծակոտիների վիճակը, ունի կոլագենի կարիք թե չունի, խոնավություն ինչքանով է օգտագործում ջուր, քանի տոկոս մաշկը իր մեջ պարունակում է ջուր եւ իհարկե ունենք շատ լավ ֆունկցիա, երբ ցույց է տալիս ինչ կկատարվի մոտավորապես մի 5-10 տարի հետո, եթե ոչինչ չանի, ինչպեսի ծերացում կարող է գնել, այսինքն դա վիզուալ առումով անհատապես ցույց է տալիս սարքը, թե ինչպեսի ծերացում կարող է լինել պացիենտի մոտ, եթե որևէ պրոցեդուրա չկատարի։ Շատ հետաքրքիր է, կարծես թե այս սարքը եւս արհեստական բանականության ինչ որ կոմպոնենտներ եւ ֆունկցիաներ ունի։ Դուք նշեցիք նաեւ այն բոլոր խնդիրները կամ հետևանքները, որ կարող ենք ունենալ եւ շատ կհետաքրքրի կարծում եմ հեռուստադիտողին, արդյոք կարելի է ֆիքսել այ ներկա արկա պատկերը, արդյոք դա նկարի, ֆոտոնկարի տեսքով կամ իր հիվանդության ասենք կամ մաշկի պատմության մեջ, անձնագրի մեջ ներդրվում է թե ոչ եւ արդյոք կարելի է բարբերաբար դա կրկնելով տեսնել ինչպիսի խնամքից հետո ինչպեսի արդյունք եւ առաջընթաց է ունեցել մաշկը եւ համեմատել պատկերը մյուսի հետ։ Այո, կարող ենք մենք ունենալ մեր առաջնային նկար, իհարկե մեզ մոտ պահպանվում է եւ ծրագիրը նաեւ այդպիսի ֆունկցիա էլ ունի, երբ ինչ որ պրոցեդուրաներ արդեն կատարված են լինում, այսինքն այն խորհուրդը, որը տրվում է եւ այն սխեման, որը մշակվում է բուժման եւ դա կատարվում է, մենք կարող ենք եւս մեկ անգամ կրկնել պրոցեդուրան եւ համեմատականի կարգով արդեն ինքը սարքը համեմատության մեջ է դնում նախկին եւ ներկա նկարները եւ տեսնում ինչպեսի արդյունք ենք մենք գրանցել։ Եվ իհարկե մենք ունենք ինքը այսպես սարքը տալիս է մեզ QR կոդ, երբ պացիենտը բուժառուն կարող է ինքը այդպես QR կոդը վերցնել եւ իր անհատական նկարը եւ այդ ամբողջ պատկերը ունենալ իր մոտ եւ նույնիսկ տանը կարդա ընթերցի թե ինչպիսի խնդիրներ ինքը ունի։ Այլ մի բան շատ հետաքրքիր է, երբ նշեցիք, որ հնարավոր է մաշկի ունեցած խնդիրները առկա Երևան թե ոչ, արդյոք սարքը կարող է նաև ցույց տալ կարծիք կազմել նախկինում կատարված պրոցեդուրաների եւ ինչու ոչ, ինչ որ առումով սկալ կամ ոչ թույլատրելի միջամտությունների հետևանք թողնված, որտեղ միշտ չի համաձայնեք, որ բուժառուները հիշում են ինչ են արել։ Սարքը քանի որ ցույց է տալիս խնդիրները եւ երբ որ մենք արդեն զրույցի ժամանակ, այսպես ես սկսում եմ ասել, ինչ է կարել, ինչ իրենք սկսում են հերթով հիշել։ Ինչ
արել են, ինչը արդյունավետ չի եղել։ Այսինքն արդեն դու տեսնում ենք, որ դա արդյունավետ չի եղել։ Այսինքն այստեղ տեսնում ենք, որ խնդիրը այլ է եղել։ Գուցե այդ պրոցեդուրան իրենց համար նախատեսված չի եղել, հա։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր, որովհետև սա ինձ համար ամեն դեպս նոր էր, կարծեմ շատ հեռուստադիտողներ եւս չգիտեն, որ կարելի է դեմքը սկանավորել եւ նույնիսկ ախտորոշում կատարել հենց դեմքի մաշկի տեսակի, շատ հետաքրքիր էր։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնում եւ այսօր կենտրոնի հիմնադիր տնօրեն Ելենա Ադամյանի հետ խոսեցինք դեմքի սկանավորման, այսպես կոչված առաջնային հետազոտության եւ skin analyzer-ի մասին։ Մենք իհարկե կդիտենք նաեւ ինչպես է տեղի ունենում ողջ գործընթացը։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը, ամփոփելով օրվա թեմաները, հիշեցնեմ, որ մեր եթերները կարող եք դիտել նաև YouTube-յան ալիքով։ Մեր գլխավոր թեման նվիրված էր դիմածոնոտային վիրաբուժությանը, մասնավորապես բնածին արատներին։ Խոսեցինք այն ամենատարածված արատների մասին, շտկման եւ այս բարդ գործընթացների մասին պարզ լեզվով բացահայտեցինք ինչպես են լուծվում հիմնականում արատները, որպեսզի փոքրիկները հետագայում չունենան ոչ մի խնդիր։ Այնուհետև մասնագետը տվեց խորհուրդներ, ինչ է իրենից ներկայացնում մանկական արագասրտությունը եւ ինչպես պետք է վարվել նման դեպքում։ Հետագայում մանկաբույժը մեզ ներկայացրեց ամառային հանգիստը ճիշտ կազմակերպելու խորհուրդներ, ինչպես անենք, որ փոքրիկներին վնաս չլինի եւ իրենք կարողանան ամբողջությամբ վայելել իրենց հանգիստը։ Իդեից գեղեցկության գաղտնիքներ էջում խոսեցինք բոլոր այն պրոցեդուրաների ցանկից, որոնք անհրաժեշտ է կատարել առաջնային կոսմետոլոգիական այցի շրջանակներում։ Հուսամ, որ մեր այսօրվա հանդիպումը եւ զրույցները ձեզ համար օգտակար էին, մնացեք մեզ հետ եւ եղեք առողջ։